Հիմնական խնդիրները գյուղում երևի ծանոթ եք արդեն բոլոր գյուղերում ճանապարհի մասին է խոսքը, ճանապարհի վիճակն է շատ վատ, 7 կիլոմետրանոց հատված ունենք, որ այդ մասում շատ վատ է, մանավանդ այս տարի ձյունն է շատ է, կանան հալլոսների հետ այդ ճանապարհի վիճակը գնալով ավելի կվատանա, այդ առաջին մեր հրատապ խնդիրներից մեկը հենց այդ ճանապարհի խնդիրն է, իսկ երկրորդ նոր կուզենայի առանձնացնել, դա մեր մշակույթի տունն է, որը բավականին երկար ժամանակ չի վերանորոգվել, կդուրի հարցը չի լուծվել, դրանից հետևանքով սա քանդվել է ամբողջովին։ Խնդրեցինք մենք մեր Ախուրյանի խոշոր ասված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին, որովհետեւ մեր սեփական միջոցներով, Ախուրյանի սեփական միջոցներով վերանորոգվելը չստացվավ, նպատակահարմար չեղավ, որոշեցինք հիմնովին նորը կառուցենք այս 26 թվականի ծրագրերի մեջ ունենք նախագիծ նախաշիվ ամբողջովին արված է Կարնան գլուխ, երբ կարողն է բացվել միանգամից աշխատանքները սկսելու են։ Հիմնականում գյուղի ժողովուրդը զբաղվում են անասնապահությամբ, անասունի գլխականակը մեր քով բավականին շատ է, մյուս գյուղերի համեմատ մոտ 1060 խոշոր ջրավոր անասուն ունենք, մեր 1000 գլուխի մանր։ Ժողովրդի մեծ մասը հողագործությամբ է զբաղվում, ճիշտ է, կարտոշկաբանական շատ չենք ցանում, բայց ծորենգարի հիմնականում մեր բնակիչները ցանում են։ Ունենք ամեն տարի մոտավորապես 450-500 հեկտար ցանկատարածություն, այսինքն գյուղի հողերը 800 հեկտար է։ Այդքանը ծորենգարի է ցանում, մնացածը խոդի անասնապահության համար անասնակերի տակ են ցանում։ Ես 5-րդ տարին է որ խոշոր ասված մեր Ախուրյանում խոշորացում տեղի ունեցավ։ Այդ ծրագրից մենք շահեցինք գազի գիծը մոտ 6 կիլոմետր 800 մետր, ընդհանուր արժեքը 117 միլիոն դրամ էր, բավականին մեծ գումար, լուրջ գումար, կատարվեց աշխատանքները ամբողջովին վերջացվել է շինարարական աշխատանքները, փաստաթղթային աշխատանքները այս ավարտական փուլում է, այս մի քանի վաղ հետո սկսենք ներտնայինների միացումները, այդ գազի գործը դրանով մենք ավարտած համարենք։ Առաջի խնդրահարույց թեման ճանապարհներն են գյուղի, գլխավոր ճանապարհը, երկրորդական ճանապարհները ու Տաշտամիջյան ճանապարհները։ Դե Տաշտամիջյան ճանապարհները ԱԱԿ-ին համայնքի կողմից աշխատանքներ կատարվել են, հարթեցումներ եղել է։ Իսկ գլխավոր ճանապարհը ինչ որ ծրագրով պիտի կատարվի, կսպասենք 2026 թվականի ծրագրին։ Առաջի խնդիրը, որ իմ համար առաջնային է, դա այս աղբահանության պահն է։ Աղբամանները դրված են, բայց բաց աղբամաններ են, ցանկալի կլիներ փակ լիներ, որովհետեւ կենտանիները աղբը չթափեին ամբողջությամբ տարածքը կեղտեն, կամ եթե հնարավոր էր ցանկապատել աղբամանների բոլորը, դա է հիմնական խնդիրը։ Հա, ճանապարհների հետ կա այդ փոսերի քանակը շատանում է անընդհատ, որովհետեւ ծանր մեքենաներով տեղափոխում են մեծ ապրանքներ, որը վտանգավոր է։ Չնայած հին ճանապարհ է մեր ճանապարհը, բայց վերանորոգման անհրաժեշտություն ունի։ Տեղային վերանորոգում են անում, որը հեչ արդյունավետ չէ։ Մենք ֆիզկուլ տալիս չունենք, դպրոցը լոկ դպրոց է, մենք չունենք հանդիսությունների դալիճ, դա է նորից անհրաժեշտություն։ Ու կարելի է մի հատ ընդհանուր ուրիշ դալիճ, ոչ միայն սպորտ, որ զբաղվածությունը երիտասարդների ապահովի։ Օրինակ, եթե այն 5 գյուղապետարանը հնարավոր լիներ բարեփոխելու կամ սարքելու, առանձնացված սենյակներ լինեին սպորտի հետ կապված, թենիսը կամ չգիտեմ ինչ, որպեսզի երեխաները զբաղված լինեին, չգնային թեսուտեին։ Ճանապարհները խնդիր իրանով։ Դա մեկ ուզեն որ լավ է, իր երեխեն ապագա ունենա։ Գյուղից կերտան քաղաք որ պարավին, թող գյուղի մեջը պարավին։ Ինչ որ պատինդերեն են, ստեղ է կարանեն։ Առաջնահերթ դալիճ եղնի որ երեխեքը ծմերորով միջոցառում ոչ մի բան չեն կրնային է։ Սենք սպորտ է, բան է, ոչ ծմերով չեն ելնի դուս սպորտին է։ Այդ հարցը լուծում տան։ Ու ճամպեկն են։ Կարիշն է, դպրոցը։ Դպրոցը բան է, մեր կուլտուրայի տունը вообще չգիտեմ ինչ է դարը։ Հետի սարքեն։ Որ սենք խոսքի երեխա են, կերտանք զբաղվին, սա որ թերախոսների մեջը սա Աշկերի խնդիր ունի մարդին։ Ասենք մեկ բանը կազմակերպենք, սարքեն, ժողովրդի երեխեքի համար լավ կեղնի։ Ճանապարհները вообще անհնարին է։ Այս տալը մի ձուն է պրոստո տեղեր կա փակել է չի երևա։ Հələ եկուց որ ձունը հալավ вообще անհնար է այս տալ գալը։